Հասնենք արդեն ներքաղաքական խնդիրներին, որքանով եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչների, ինստիտուտների գործողություններին։ Այստեղ գրեթե պատկերը կրկնվել է, որը մենք հրապարակել էինք կարծեմ նոյեմբեր ամսին։ Հայ առաքելական եկեղեցուն 64.1% լիովին հավանություն են տալի, 12.3% ավելի շուտ հավանություն են տալի։ Հայաստան Հանրապետության բանակ 59.7% լիովին հավանություն են տալի, 17.2% ավելի շուտ հավանություն են տալի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 34.2% լիովին հավանություն են տալի, գործունեությունը 26.4% ավելի շուտ հավանություն են տալի։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան 27.3% լիովին հավանություն են տալի, ավելի շուտ հավանություն են տալի 16.1%։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան 27.1% լիովին հավանություն է տալի եւ 15.4% ավելի շուտ հավանություն է տալի։ Մենք ունենք 13.1% Ռոբերտ Քոչարյանն լիովին հավանություն տալի եւ 11.1% ավելի շուտ հավանություն տալիս են։ Դոկ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը 11.3% լիովին հավանություն եւ 9% ավելի շուտ հավանություն են տալի։ Հայաստանի Հանրապետության Վահագն Խաչատրյանը 9.7% է միայն տալի գործունեության լիովին հավանություն եւ Միասնության թևեր կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը 9.7% եւս հավասար է եւ ամենացածր տոկոսը ստացել է Սերժ Սարգսյանը միայն 7.1% լիովին հավանություն տալի գործունեության եւ 9.9% ավելի շուտ հավանություն տալի գործունեության։